Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին։ Դուք լսում կամ դիտում եք Գործարար ալիքը ձեր ռադիոընթունիչներով կամ մուլտիմեդիա հարթակներում։ Եթերում կիսալուսնի մայրամուտա հաղորդումն է։ Առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Տիրան Լոկմագյոսյանն է, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Աթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Լոկմագյոսյան։ Անցյալ շաբաթ լրացավ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը եւ ինչներ հետաքրքիր, տարբեր երկրների կողմից ուղերձներ հնչեցվեցին։ Մենք հայերս սպասում ենք Թրամփի ցեղասպանություն բառի նշելուն, բայց հայոց մեծ եղերն նշումը ունեցավ Թրամփի կողմից, չնայած այստեղ մի քիչ հակասական է, որովհետև Բայդենն էլ ցեղասպանություն բառը օգտագործել էր, բայց դա չխանգարեց Արցախի հայաթափմանն ու էթնիկ զտմանը։ Այս համատեքստում հատկապես ուշագրավ էր Էրդողանի ուղերձը, որը 2012 թվականից ի վեր պարբերաբար նույն բնույթն է կրում գրեթե։ Իհարկե նա նշում է, որ օսմանյան տարիներին կոտորված հայերի սուգը իր համարել է ցավալի տարբեր պատճառներով, հիվանդություններով եւ տարբեր հրոսակախմբերի կողմից ոչնչացված հայերի մասին է նա հիշատակում։ Հետաքրքիր է սրա քաղաքական միտվածությունը, որն է ավելի հեշտ չէ լռել ընդհանրապես, քան խոսել ինչ որ հայերի մասին, որոնք սպանվել են ինչ որ հրոսակախմբերի կողմից։ Ինչի մարդը իրեն լավամարդ է ցույց տալիս ամբողջ աշխարհի առաջ, փաստորեն մենք ցավակցում ենք հայերին եւ այլն, կարող է ասել մենք ցավակցել ենք, ինչ է գուզում։ Սակայն այնուամենայնիվ ցեղասպանություն չէր։ Իմիջիալոց Էրդողանի այդ հայտարարությունից հետո տարբեր կողմերից Թուրքիայում նորից այդ բանը գարձիկը հնչեց, որ այնուամենայնիվ դա ցեղասպանություն չէր։ Հələ պետք է մտածենք, թե հայերը ինչեր են արել մեզ եւ այլն, իմիջիալոց այդ բաները այսօր մեր կառավարությունն է ասում իհարկե, շատ նման են արդեն իրենց խոսույթը։ Իսկ Էրդողանը տեսեք այն ժամանակ առաջի անգամ որ ասեց մի քիչ ավելի տարբեր էր իր մոտեցումը, իր դիրքը եւ այլն։ Ես միշտ ասել եմ Էրդողանի ժամանակաշրջանը պետք է երկու մասի բաժանվել, սկզբնական շրջանը, երբ որ Գյուլենի հետ էր, եւ հետագայի շրջանը, որտեղ երբ որ արդեն Գյուլենի դեմ էր եւ նացիոնալիստների հետ էր արդեն եւ դարձավ գլխավոր նացիոնալիստը, գլխավոր ֆաշիստը, անգամ կարելի ասել այդ երկրի։ Այն ժամանակ գուցե նաեւ կարելի էր խոսել Էրդողանի հետ։ Ես այն ժամանակ խոսել եմ դրա մասին։ Գիտեք, կար մի ժամանակ, որ 3 կուսակցություններ, դարբեր կուսակցություններ, 3 հայ մտցրեցին մեջլիս։ Մի օքի Էրդողանի կուսակցությունից, մի օքի քրդամետ կուսակցությունից, մի օքի ժողովրդահանապետական կուսակցությունից։ Քրդամետ կոչված այդ կուսակցության հայ անդամը Փայլանն էր, Գարո Փայլանը, նշանավոր արդեն, եւ քանի որ Գարո Փայլանին իրենք կարելիություն տվին եւ անգամ իրեն առաջ տարան, որտեղ խոսե դու էլ հայերի մասին խոսե եւ այլն, ինքը սկսեց հայերի մասին խոսել, ցեղասպանության մասին խոսել եւ այլն, սակայն իհարկե եւ ամբողջ հայ աշխարհը թնդաց, հատկապես Հայաստանը, դա մեր միամիտության կողմերից մեկն է, առանց իմանալու մի անգամից ողջևորվել, երևի այս իմ խոսքի ընթացքում մի քանի միամիտության մասին պիտի խոսեմ հայ ժողովրդի, մի անգամից ողջևորվեցին, չնայած ես այն ժամանակ էլ այստեղ եմ ասել, որ այդքան մի հույս ունեցեք Գարո Փայլանից, Գարո Փայլանը կարիերիստ է, ինքը իր կարիերի համար այսօր հայկական հարցն է օգտագործում, վաղը թուրքական հարցը կօգտագործի հայերի դեմ եւ այդպես էլ եղավ, արդեն Գարո Փայլանին էլ մեդալներ տվին այստեղ բաներ արեցին եւ իհարկե իմ կամ եթե իմ նման էլ ուրիշներն էլ խոսում են մեր ձայները չլսվեցին, մեկ էլ Խոջալուի մասին ինքը խոսեց, հայկական դիրք ունենալով, այս անգամ այդ նույն միամիտ ժողովուրդը, հայ ժողովուրդը մի անգամից ու Գարո Փայլանը շատ վատ մարդ է եւ այլն ու Գարո Փայլանի դեմ կանգնեցին։ Հիմի կամ Գարո Փայլանը լավ է, հայամետ է, կամ Գարո Փայլանը վատ է, հակահայ է, հիմի որն է, ոչ մեկն էլ չի արգե Գարո Փայլանը, Գարո Փայլանը մեն իր մասին մտածող է եւ կարիերիստ է, ինչպես ասեցի, դրա համար պետք չէ ամեն ինչից ողջևորվել, ոչ միանգամից թշնամանալ, ոչ միանգամից ողջևորվել։ Սակայն կար նաեւ Մարգար Եսայանը, որը
Էրդողանի կուսակցությունից էր եւ նաեւ Էրդողանի տեսակետներ առաջ տանում եւ այն եւ նույն միամիտ հայը, որը Գարոփայլյանին բարձրացնում էր 7-րդ երկին, բանի Մարգար Եսայանի դեմ արշավը սկսեցին, ինքը թուրք է, ինքը էս է, ինքը են, դասական վիճակ է։ Սակայն Գարոփայլյանն էլ եմ ճանաչում իհարկե, սակայն բան է Մարգար Եսայանին եմ ճանաչում եւ Մարգար Եսայանին շատ լավ ճանաչում էի, մենք ընկերներ էինք իրար հետ, նույն երգչախումբում երգում էինք եւ այլն, եւ ես իրան էլ արդեն որ այդ քաղաքականության մեջ մտել եմ, մի անգամ որ գնացի Թուրքիա, իրան հետ տեսնվեցի, խոսեցինք եւ այլն, եւ իրականում դա այն ժամանակներ, որ մենք կարող ենք, եթե խելք ունենայինք իհարկե, եթե դիվանագիտությունից մի քիչ հասկանայինք, կարող ենք ինչ-որ մի բան անենք, ոչ թե այս մի անգամից ոգևորվենք, սա լավ է, սա վատն է, մի անգամից չէ, սա է վատ, սա է լավ եւ այլն չանենք, այլ նաեւ իհարկե մեր ղեկավարությունը քիչ թե շատ ուղեղ ունենային եւ հասկացություն ունենային, դիվանագիտություն հասկանային, շատ լավ ժամանակ էր, որ թեկուզ հենց այդ Մարգար Եսայանի միջոցով Էրդողանի հետ կապի մեջ մտնենք մենք այն ժամանակ, բայց չէ, իհարկե Էրդողանը մի անգամից մեր թշնամին է, եթե վատ բան ասեց անգամ, եթե վատ բան չանի, էլ վատ բան ասեց, մեր թշնամին է, էս մեր թշնամին է, այն մեր բարեկամն է, եթե լավ բան է ասում, ու վերջում տեսնում ենք, որ լրիվ հակառակն են ամեն ինչը, բայց դիվանագիտության մեջ, քաղաքականության մեջ այդպիսի բան գոյություն պիտի որ չունենա, չկա աշխարհում այնպես բան, տեսեք այսօր ում հետ նստում, խոսում է, զրուցում է եւ այլն քննարկում են ինչ որ բաներ։ Տեսեք մի անգամից Ամերիկան Ռուսաստանի հետ ինչ որ բարեկամություններ կնքեց, բանա Եվրոպան բորդյուրին մնաց, Ուկրաինա մի անգամից վատ դարձավ եւ այլն, սա քաղաքականություն է, սա քաղաքականություն է, պիտի երբ հասկանանք։ Հնդկաստանն էլ դուրս եկավ Պակիստանի դեմ։ Օրինակ, տեսեք, եւ այսպես այն ժամանակ շատ հարմար էր։ Շատ հարմար, ես իմիջիայլոց դրա համար գնացի Մարգարի հետ մեր հին օրերը խոսեցինք, զրուցեցինք եւ այլն, եթե պետք լինի մենք որ Մարգարի միջոցով կարող ենք այն ժամանակ դեռ այսպիսի վիճակում չէինք, պատրաստ չէր եղել, մենք դեռ ուժեղ վիճակում էինք, մեզ հետ ցեղան կնստեին, կքննարկեին մեզ հետ ինչ-որ բան, մեզ արդեն բանի տեղ դնող չկա հիմա, մեզ հետ ոչ մի բան քննարկող չկա, մենք արդեն թույլ երկիր ենք, անգամ մի երկիր ենք, որը արդեն գործանման եզրին է, եւ մենք քեզ հետ կնստի խոսի մի բան կքննարկի, քեզ դուրս չեն ընդունի։ Այսօր արդեն այդ փուլը անցած է։ Այսօր արդեն չես կարա Էրդողանի հետ փորձես, լեզու գտնես, անգամ միջնորդ էլ չկա, այն ժամանակ գոնե միջնորդ կա։ Եվ մեկ է Սելինե Դոան գար ժողովրդի հանրապետական կուսակցությունից, որի հետևից շատ հայեր ընկած են, չնայած որ ամենաֆաշիստ կուսակցությունն է իրականում, որովհետև Աթաթուրքի հիմնադրած կուսակցությունն է եւ երիտթուրքերի կողմից հիմնադրված կուսակցությունն է, եւ նույն ոճը շարունակվում է այդ կուսակցության մեջ, չնայած իրենք ցույց են տալիս որպես սոցիալիստ, սոցիալ-դեմոկրատ եւ այլն, եւ ժողովրդի մեջ եւ մեր հայերի մեծ մասն էլ դրա համար էլի նույն միամիտ հայ ժողովուրդը այդ մի ուրիշ միամտություն նրանց հետևից են գնում, սակայն ես անգամ Էրդողանին ավելի գնահատեի, քան ժողովրդի հանրապետական կուսակցությունը։ Կարամ երկար խոսեմ դրա մասին, բայց հիմա ժամանակը չէ, ժամանակ չունի։ Սելինե Դոանն էր եւ Սելինե Դոանը փորձեց ինչ որ բաներ անել, ինչպես որ Գարոփայլյաններ անում, հետո ասացին իրեն, ստոպ ասեցին, դու մեր կուսակցության անդամն ես, մեր կուսակցությունից ես ընդրվել, այդպիսի բաներ չես ասել, մենք կեմալիստ ենք, աթաթուրքական ենք, մենք այդպիսի բաներ չենք ուզում, ու մեկ երկու խոսելուց հետո միանգամից լրացրին իրան։ Սա էր վիճակը եւ որից կարող ենք օգտվենք եւ մենք չօգտվեցինք։ Այն ժամանակ էր որ Էրդողանը ոչ միայն մի հատ հայ վերցրեց իր կուսակցության հետ եւ պատգամավոր սարքեցին, այլ նաեւ այն ժամանակ սկսեց Էրդողանը առաջի անգամ ցավակցություն հայտնեց եւ այն դեռ այն ժամանակներն էր որ այսպես նացիոնալիստ չէր շատ, նաեւ մի քիչ կարծեք թե նաև քրդերին էլ սիրաշահելու խնդիր կար այն ժամանակ եւ հայերին էլ սիրաշահելու խնդիր
առաջ դրին, իրենց առաջ դրին եւ այդպես ցավակցություն հայտնեց եւ առաջի անգամ պատմության մեջ մի թուրք ղեկավար, նախագահ մի գես բերան ներողություն խնդրեց հա մեզ չբավարարեց ինձ էլ չբավարարեց դա սակայն այնուամենայնիվ մի քայլ էր կյանքում այդպիսի բան ոչ կարայր ոչ տեսել էինք ոչ լսել էինք ոչ էլ գհուսայինք որ մի այդպիսի բան կլինի բայց կատարվեց դա կարող էր շարունակել այդ մարդը եթե այդպիսի բան արեց կարելի էր մտածել չէ այդ մարդու հետ հարաբերության մեջ մտնել գուցե մի ուրիշ բան էլ անենք որովհետև դա մի քայլ էր իր կողմից բայց մեր կողմից քայլ չգավ Միայն խաղաղություն ասելով չի լինի այս գործը, դա քաղաքականություն չէ։ Կամ քաղաքականություն լինելու համար մենք ամեն ինչ տալիս ենք, մենք ամեն ինչ անցնում ենք, մենք ամեն ինչ ընդունում ենք, այդպես չի լինի։ Պիտի հավասարին նստես եւ մեկը եթե մի քայլ արեց, պիտի բաց չթողնես։ Տեսեք օրինակ բանի ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ Սերժը մի քայլ արեց եւ Գյուլնել իր քայլը արեց Գյուլնել նրան հրավիրեց ֆուտբոլ նայելու Թուրքիայում սա քայլեր դրանից հետո ինչ որ բաներ զարգացան դրանից հետո զարգացավ չէ այստեղ էլ կարելի էր անել բայց ասում եմ քանի որ մենք միամիտ ենք ամբողջ ժողովրդով մենք անխելք ենք ղեկավարներով մեծամիտ ենք մեր ղեկավարներով եւ քաղաքականությունից ընդհանրապես բան չենք հասկանում դրա համար այսօր այս վիճակին ենք կարող է մենք այսօր այս վիճակին չլինենք եթե մենք այն ժամանակ ինչ որ բան ենք սակայն Էրդողանը այնուամենայնիվ քանի որ իրենք շատ լավ գիտեն քաղաքականությունը, շատ լավ գիտեն դիվանագիտությունը, այն ավեսական քաղաքականություն դիվանագիտությունն է, դրա համար Էրդողանը չթողեց դա, Էրդողանը ամեն տարի այն օրվանից ամեն տարի հայերի մահացած հայերի բանը ցավակցություն է հայտնում մահացած հայերի համար ցավակցություն է հայտնում դա անում է դա չի նշանակում որ ինքը ցավակցություն է ընդունում ինչպես որ դուք ասեցիք բանը գոդորացներ են եղել բանը ինչ որ հերոսախմբերի կողմից եւ այն հիվանդացել մահացել են չգիտեմ ինչ է եղել մահացել ոդկարին է գբել ընկել մահացել բայց ցավակցություն չէ այդ մարդը ընդհանրապես զիջում չի ցույց տալիս տեսնում եք չի զիջում իր ոչ ցեղասպանության դիրքորոշումից սակայն ինքը սաղ աշխարհի առաջ լավամատեր դուրս գալիս շատ գիրտ մարդ տեսակ ինքը ցավակցություն հայտնեց Թուրքիան ցավակցություն հայտնեց եւ այն ասում են ցեղասպանություն չի եղել բայց նա այնուամենայնիվ ցավակցություն է հայտնում սա քաղաքականություն է եւ սա ճիշտ քաղաքականություն ճիշտ դիվանագիտություն է որ թուրքերը շատ լավ գիտեն սա է այդ ցավակցության էությունը Եվ կներեք ընդհատեմ հատկապես ուշագրավ էր մի հատված այդ ուղերձից որտեղ ասվում էր որ ինչ որ երրորդ ուժեր փորձել են խարխլել հայերի եւ թուրքերի միջև հարաբերությունները բայց մինչ օրս նրանց չի հաջողվել հասնել իրենց վերջնական նպատակին այ դուք լինելով թուրքագետ ապրելով Թուրքիայում ավելի շատ իմանալով քան մենք եւ մնացած բոլորը կարծում եմ ինչ եք կարծում Ինչ է նշանակում այս փակագծերի մեջ ասված նախադասությունը ում նկատի ունի Էրդողանը Դա թուրքերի 100 տարվա խոսույթն է իրենք միշտ ցույց են տալիս որ բնդում են որ իրականում 1000 տարի հայերը եւ թուրքերը շատ լավ ապրել են հայերը Թուրքիայում չէ որ Թուրքիայում են արդեն այսինքն այդտեղ չեն ասում որ եկան գրավեցին հայերի հողերը եւ այն հայերը թուրքերի հետ թուրքերի մոտ Թուրքիայում շատ լավ պայմաններով ապրել են ոչ մի խնդիր չի եղել բայց 19-րդ դարում այդ 15 թվականի այդ ժամանակներում երրորդ ուժերի խառնելով այդ հարաբերությունը նրանց միջամտությունով հայերը Զենքի են դիմել, ապստամբության են ելել, օգնել են ռուսներին եւ այլն անգլիացիներին, ֆրանսացիներին, դավաճանել են թուրք ժողովրդին եւ Թուրքիո պետությանը, եթե դրա համար էլ թուրքերը խեղճերը ստիպված ինչ որ բաներ պետք է ձեռնարկին, առաջի հերթին մտածել են հայ ժողովրդի ապահովության մասին եւ հայ ժողովրդին այն վտանգավոր տարածքներից վերցրել են տարել են ապահով վայրեր։ Ամենահետաքրքիրը գիտեք ինչ է։ Այդ ազնիվ թուրք ժողովուրդը փաստորեն
իր ընտանիքը չի տանում աբահով վայր, այլ հային է տանում աբահով վայր։ Բայց դու քո ընտանիքիդ է տանեն իր դերձոր մի քիչ աբահով վայր դիներ։ Չէ, նրանք չեն տանում, միայն հայերեն։ Հետո պատրաստական տարածքներ, որ ասում ենք, ինչ պատրաստական տարած, բայց Տեկիրդաղից, Ադանայից, չգիտեմ ինչ Անկարայից, որ դարար դրանք պատրաստական տարածքներին, այդ մարդիկ թուրքերի դեմ ռուսների հետ ինչ որ դավաճանելին, կյանքում ռուսի դեմ չէր տեսել, անգամ ռուսի գուցե անունը անգամ չէր լսել այդ մարդը, այդ գյուղացին, որ չգիտեմ որ գյուղում Անկարայի ապրում էր, իր հողով էր զբաղվում։ Դե իհարկե դա 100 տարվա խոսույթ է։ Իմիջիայլոց այդ խոսույթը այսօր էլ շարունակվում են եւ այսօր էլ ասում են մենք իրականում հայերի հետ խնդիր չունենք, մենք հայերի հետ բարեկամ ժողովուրդ ենք, հարևան ժողովուրդ ենք, այ ինչ որ անում են այդ օտարներն են անում, այ ռուսը, ամերիկացին, ֆրանսացին, անգլիացին եւ այն այդ դրանք որ դուրս կան այս տարածաշրջան, չսպավեն այս տարածաշրջան, մենք իրար հետ լեզու կգտնենք, չէ՞ որ մեր կառավարության խոսույթն էլ վերջի տարիները դա է, չէ՞, եւ ամեն ինչ արեցին, որ երրորդ երգիր չլինի միջնորդ, եւ շուտ իրար հետ նստենք, խոսենք, ավարտին հասցնենք, տանք ինչ որ ուզում են ու բրցնենք, այսինքն Թուրքին բանը ծառայություն մատուցանենք։ Դա էր մեր կառավարության խոսույթն է, եւ դա Թուրքիայի խոսույթն է, եւ 100 տարվա խոսույթն է։ Այն ժամանակ երրորդ երկրների պատճառով եղավ այնինչ եղավ, որովհետև դրթեցին հայերին ապստամբության, այսօր ինչ որ կատարվում է, նորից երրորդ երկրների պատճառով է, թե չէ հայերին էլ չեն մեղադրում, հայերին մեղադրում են այն պատճառով, որ դե այդ երրորդ երկրների բանը դարձան, խամաճիկը դարձան հայերը, իրենք միշտ եւ դա էլ ասում են, իրենք միշտ գործիք են դարձնում ուրիշների ձեռքին, իրենք գործիք են, բայց այդ առումով վատ են նաև իհարկե հայերը, այդ առումով վատ են, թե չէ, հայերի հետ մենք շատ լավ ենք, եւ թե ուրիշները չխառնվեն, մենք վաղն էլ շատ լավ կլինենք, այս իհարկե այս պայմաններով։ Նաև ուղերձում մի այսպիսի նախադասություն կար, որ եկեք չփորփրենք անցյալի մոխիրները եւ նայենք ներկայում։ Իսկ նայենք ներկային։ Իսկ եթե նայում ենք ներկային, փորփրում ենք ներկան, այս դեպքում մեր առջև ինչ տեսարան է բացվում, ասես։ Դա է երկարամյա խոսույթ է, դա էլ համարյա 100 տարվա խոսույթ է։ Ավելի ճիշտ է 100-ամյա չի, երբ որ արդեն հայերը սկսան ցեղասպանության մասին խոսել։ Դե առաջի տասնամյակները հայերը ամբողջ աշխարհով սփռված, կիսասովված, ամեն մեկը իր ընտանիքը պայելու, իր գլուխը պայելու խնդիրներ ունեն, մի քիչ որ ուշքի եկան հայերը, սկսեցին ցեղասպանության անունը տալ։ Այն ժամանակվանից թուրքերը միշտ մեզ փորձում են համոզել, որ լավ էլի ինչ գործ ունեք այդ հին բաներով զբաղվում եք, դե ուրիշ իմիջիայլոց այն պրոտոկոլների ժամանակ շատ sense կալիս կնում էին եւ ինչ որ շարունակ փորձում էին ինչ որ դրանք իհարկե գիսաբետական էին ինչ որ մեզ ինչ որ բաներում համոզել այդ համոզելու մեջ կար նաեւ այդ խոսույթը թե լավ էլի թողեք անցյալը մենք աբագային նայենք մոռացեք անցյալը եւ մի անգամ այդ ժողովներից մեկում քանի որ ես էի միշտ թարգմանում այդ բանը այդ ժողովներում մեկում մեկը ասեց որ լավ ինչի եք դեր այդ կյանքը վայելեք էլի թողելեք ապրեք հանգիստ ապրեք աշխատեք հանգիստ զվարճացեք սպաղվում եք այդ հին բաներով ինչի եք այդ բաներով սպաղվում Մենոնցից մեկը ասեց ձեր պատճառով ենք այս բանի մեջ ընկել, այս կերտի մեջ ընկել։ Մենք էլ ենք ուզում ինչ որ ուրիշ բաներով զբաղվենք։ Ձեր պատճառով ենք մինչև այսօր այս բանի մեջ, քանի որ դուք համ արեցիք, համ էլ ժխտում եք։ Գոնե չժխտեք, մենք ավելի հանգիստ կապրենք։ Այսօր օրինակ մենք որ նստած այս բաների մասին ենք խոսում, այս մի ժամը, այս մի մեր կես ժամը ծրանով է անցնում, եւ լիքը կես ժամեր ենք անցկացրել, չէ՞։ Ինչի համար Ես է շատ կուզենայի, ասենք, երաժշտության մասին խոսեինք, ծառուցաղկի մասին խոսեինք, ուրիշ բաների մասին խոսեինք, աբակայի մասին խոսեինք, մեր աբական բղտորված է անցյալով։ Եվ դրանից հետո իհարկե թուրքը բերանը փակեց, դեն չանեց իհարկե դրանից հետո, բայց դա էլ Թուրքիայի կողմից շարունակ առաջ քաշվող մի տեսակետ է։ Ինչ է կպել այդ անցյալին, մի հատ քուրդ անգամ։ Ինձ այդ բանն, դուք շատ ողերիմ ազգ եք։ Մեկ երկու ասեց, հետո ես
ջղայնացա, սկսեցի կոռոց սրա վրա։ Ասի ինչ ես ուզում ասես, ինչ են ողերիմ։ Քո մորը թորդ սպանին, քրոջուտ բռնաբարին, չգիտես ինչ են դունուտ վերցնեն, քեզ փողոջը բրդեն։ Ինչ կասեր, արդարադատություն չէիր պահանջի, չէիր գնա ոստիկանություն, այս մարդը ինձ sense վատություններ է։ Բա մենք էլ հետ ենք ուզում։ Ինչ ենք ուզում, ող ենք ուզում, մենք ձեզ սպանել ենք ուզում, չէ։ Մենք արդարադատություն ենք ուզում։ Դենց ես ասում, մի անգամ դենը գտրում է իհարկե։ Բայց իրենց մտքում մենք ող ենք կապել, եւ դենց էլ թերթերում բաներում որ գրում են, հենց դենց են ասում, ող ունեն, թշնամանք ունեն հայերը թուրքերի նկատմամբ կամ քրդերի նկատմամբ։ Ինչի համար թշնամանք ունենք, օդից մի անգամից իջել ենք թշնամանքով մենք։ Դուք ինչ որ բաներ կարել որ մենք այսօր թշնամանք ունենք կամ ինչ որ ող ունենք, ինչ որ բան ունենք, պահանջ ունենք մենք։ Բայց իրենց ներքին լսարանը իհարկե դրանով շատ լավ կարողանում են խապել եւ անգամ արտաքին լսարանում օդար երկրներում որ խոսում են եւ այլն մարդիկ բան օրինակ մի ժամանակ մի անգամ ինտերնետով բան են դե մի քանիսին սպանեցին չէ Թալադենվեր եւ այլն մի քանի հոգի Գերմանիայում դեռ Բերլինում թաղված են նրանցից իհարկե թելատը չէ թելատին բերելն է մեկը ասենց անգամ նկար կար մեկը դրել էր եւ հայերը սկսան վատ բաներ խոսել ինչ որ մի գերմանացի երիտասարդ էր գան գրեց դե լավ մոռացեք այլևս բանը չի կարելի մերելների հետևից բանը ես էլ պատասխանեցի իրեն եթե ասեցի դու նույն վերաբերմունքը ցույց տաս Հիտլերի, Հիմլերի, Գյորինգի նկատմամբ, ես քեզ կհավատամ, որ դու ազնիվ ես։ Չէ՞։ Այո։ Ձենը չանեց արդեն ձենը կտրեց։ Բա այդ ձևի պիտի մտածես մի հատ։ Դե լավ, մահացել եմ, հիմա մահացածի հետևից, մահացել են, ո՞նց է մահացել են։ Դու Հիտլերի բան են, քանի որ մահացել է Հիտլերը, հիմա մի անգամից լավ մարդ է Հիտլերը, լավ բան ես խոսում Հիտլերի մասին, կամ վատ բան չես խոսում ես, չէ՞։ Ամբողջ աշխարհում եք սովորացնում ես թե Հիտլերը ինչ վատ մարդ էր։ Ինչի՞ պիտի ես հիմա ասեմ որ բանը քանի որ մահացել է Թալատը լավ մարդ էր հիմա։ Բայց թուրքերն էլ այդ առումով փորձում են մեզ ինչ որ բաներ համոզել իհարկե։ Տարբեր մոդեցումներ ունեն թուրքերը այդ տեսակետից, այսինքն ցեղասպանության հետ կապված, իհարկե ցեղասպանություն չէր ոչ մի դեպքում, ինչպես որ Էրդողանը ասեց, ինչ որ հրոսախմբեր եւ իմիջիայլոց կամ մարդիկ որ հիմա մեզ ուղղում են դեպի բանը դա ախպեր ասում եմ այդ ցեղասպանությունը մենք չենք արել քրդերն են արել բա քրդերի անունը ինչի չեք տալիս շարունակ մեր անունն եք տալիս բայց քրդերը գործիքն էին ձերքը դույր չէ այդ ձերքը դույր քուրդը գործիք դարձավ ինքը իրեն գործիք դարձրեց այո իհարկե Թող բոլորը իմանան որ այսօր քրդերի մոտ մենք ընդունվում ենք որպես եղբայրներ այո իրենց ուղերձում էլ նշեցին սակայն իմացեք որ վաղը եթե բադե հարիտ լինի նույնը կանեն քրդերը դա էլ ոչ մեկը չմոռանա նորից ինչ որ երկու քաղցր խոսքով էլի հայու միամտությունը թող բան չանե թող մեջտեղ չկա իսկ ինչ վերաբերվում է Տրամփին եւ Բայդենին իմիջիայլոց դե Բայդենը որ այդ ցեղասպանություն բառը արտասանեց ես գոհ չի գիտեք ինչի գոհ չի չէ այսինքն իմ մոտ վախ ընկավ ասի սրա տակը մի բան կա մի հատ թուրքերը մի հատ խոսք կա ասում է դոն չէ տոնակատարություն չէ փեսեն ինձ ինչի բաչեց Եթե փեսեն ինձ բաչեց ուրեմն դրա վերջը վատ է լինելու իր մտքում ինչ որ վատ բան կա Եթե Ամերիկայի նախագահը մինչև այսօր չէր ասում այդ բառը եւ մի անգամից ասեց հենց այն ուրեմն ես ասեցի սրա հետևում մի բան կա մեր գլխին բան եկավ դեսակ եկավ սա է ախր սա քաղաքականություն է սա անգամ մարդկային հարաբերությունների մեջ անգամ սովորական հարաբերություններ պետք է մտածել այդ ծևն է այս փեսեն ինձ բաչողը չէ բա որ բաչեց ին պիտի չհալվեմ մի անգամից վայ փեսեն ինձ բաչեց մի անգամից լավ մարդ դարձա փեսեն չէ սրա մտքով հաստատ մի ուրիշ բան է անցնում քաղաքականության մեջ ընդհանրապես պետք է դենց մտածել տեսնում եք հետո էլ հիմա մենք հույս ունենք որ ամեն մի նախագահ պիտի ասի ցեղասպանության չի ասելու էլի պետք է ասի եթե իրան պետք է իր քաղաքականության մեջ մտնում է դա
Այն էլ չէ ոչ թե նրա համար, որ ասենք Թուրքիան քանդելու են, զարմանում այսօր նորից սկսել են Թուրքիան մի հատ երկրաշարժ եղավ, գիտեք, Ստամբուլում շատ ուժեղ բառ հետո հետ ցնցումներ են կանխատեսվում։ հետ ցնցումներ բաներ, մի հատ մտեք Facebook կտեսնեք թե ամբողջ մեր հայերը, այսինքն ամբողջ չասեմ, բայց մեծ մասը ուրախած է, այ Աստուծո բադիժն է, ամբողջ Թուրքիան սենց է լինելու, Թուրքիան շուտով քան այս սա սկիզբն է, Թուրքիան քանդվում է։ Սա միամտություն չէ, սա արդեն մանկական միամտություն է, որը արդեն իմ կարծիքով հիվանդության է հասնում։ Այ հոգեբուժերը թող մի հատ պատասխանեն, խնդրում եմ ես, ինչ հիվանդություն է սա։ Մի հատ երկրաշարժ միտեղ Թուրքիան 80-90 միլիոն է արդեն այսօր, այդտեղ 20 միլիոն մարդ է ապրում Ստամբուլում, այնտեղ մի երկրաշարժ ոչ մի բան չկատարվեց, ոչ մեկ չմահացավ, սակայն դա արդեն մեզ համար բան է, որ ահա Թուրքիան սկսեց քանդվել։ Միգուցե երբ մենք արդարություն չենք գտնում երկրի վրա, ուզում ենք, որ այն հաստատվի երկնքից, եւ դա է պատճառը, որ անդադար մեր ազգափոխումը 30 տարի եմ լսում այս խոսքերը։ Ինչ եթե մինչև այսօր արցանակրեի թե ով ինձ այդ բանով եկա, քանի օքի են եկել իմ մոտ, հարյուրներով մարդ է 30 տարվա մեջ, որ ինձ ասել են, որ այ շուտով Թուրքիան քանդվում է, այ շուտով, այ մարդ երկրի քանդվել է, այդքան Հայաստանը դրսից ներսից քանդում են, չի քանդվում էլի, այդքան հեշտ է երկրի քանդվելը։ Թուրքիայի նման երկիր ընդհանրապես չի քանդվելու իհարկե, դա մեկ կարող է ինչ որ պատճառներով բանով քանդվի երկիրը, ինչ որ սովետական միությունը քանդվեց, բայց սովետական միությունը քանդվեց, այդ երկրները ով մնացին, չէ՞, ու ավելի վատ եղավ, սա խառնվեց իրար։ Նախ ինչի պիտի քանդվի։ Այսինքն, որ մենք ուզում ենք, մեր հույսն է, որ Թուրքիան քանդվի, այսինքն մեր ցանկությունը որպես իրականությունը տեսնելու մեծ մարմնաճ ունենք մենք, դա իր այդին, բայց մենք եկա մարդ ենք, չէ՞։ Այսինքն այս ասողները դգետել չեն։ Ինձ այդ խոսողները, ասողները մեծ մասը համասարանավարտ մարդիկ են։ Ոնց կարող են ասել մանկամիտ բաներ արտահայտվել։ Թուրքիան շո այ Ամերիկան Թուրքիային քանդելու է։ Ինչի՞ պիտի քանդի Ամերիկան Թուրքիային։ Թուրքիան իր ամենալավ գործակատարն է այս տարածաշրջանում։ Ուրիշ էլ չկա։ Ոնց որ ասես, այ Ամերիկան Իսրայելը քանդելու է։ Գիժես, ինչի՞ պիտի քանդե նախ ինչի համար։ Ինչ շահունի, որ Թուրքիան քանդի։ Ինչ է մի երկու ինքնական քաղաքականություն է վարում։ Հետո երկու հատ ինքնական է անում 100%-ից 2% ինքնական 98%-ը իր քաղաքականությունն է առաջ տանում ՆԱՏՕ-ի, Ամերիկայի եւ այլն գլոբալիստների, ով ասես։ Ինչի՞ պիտի քանդեն։ Շնորհակալություն պարոն Լոքմագյուզյան զրույցի համար։ Մեր ռադիո լսողներին եւ ռադիոդիտողներին էլ հիշեցնեմ, որ եթերում կիսալուսնի մայրամուտ հաղորդումներ, իսկ մենք ինչպես միշտ կհանդիպենք հաջորդ երկուշաբթի։